Խորհրդարանում տեղի ունեցավ ՄԱԿ-ի զարգացման ծրագրի խթանելով Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի արձագանքման կարողությունները, արդյունավետությունը, թափանցիկությունն ու ներառականությունը ծրագրի խորհրդի ամենամյա նիստը։ Նիստին ամփոփվեցին ՄԱԿ-ի զարգացման ծրագրի 2024 թվականի երկրորդ շրջափուլի արդյունքներն ու ներկայացվեց նոր գործողությունների պլանը։ Միջոցառմանը բացման խոսքով հանդես եկավ ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը։ Այս հանդիպումը գերազանց առիթ է ամփոփելու ծրագրի 2024 թվականի ձեռքբերումները, ինչպես նաև խոսելու 2025 թվականի առաջնահերթությունների մասին։ Խորհրդարանական զարգացման ծրագրի գործունեությունը ազգային ժողովում դժվար է թերագնահատել։ Այն ընդգրկում է ծավալուն աշխատանք թե մշտական հանձնաժողովների հետ և թե ազգային ժողովի աշխատակազմի հետ։ Գոհունակությամբ պետք է արձանագրեմ ազգային ժողովի կարիքներին արձագանքելու այս ծրագրի կարողությունը, հաշվի առնելով փոփոխվող իրողություններն ու մարտահրավերները։ Ալեն Սիմոնյանն ընդգծեց համատեղ աշխատանքների արդյունքում թվայնացման օրակարգում արված առաջընթացը։ Խորհրդարանի ղեկավարն առանձնացրեց նաև մի քանի այլ ուղղություններ, որոնցում ազգային ժողովի արդյունավետ գործունեության համար կենսական նշանակություն է ունեցել ներգրավվածությունը ծրագրին։ Թվայնացման օրակարգի խթանում, ներառյալ նորամուծություններ, որոնք ապահովելու են ավելի մեծ թափանցիկություն և հասանելիություն։ Նախօրենսդրական գործընթացների աջակցություն, որն ապահովել է ավելի հիմնավոր և ներառական քննարկումներ, երիտասարդների ներգրավման ծրագրեր, որոնք նպաստել են նոր սերնդի ակտիվ մասնակցությանը խորհրդարանական գործընթացներին, կարողությունների հզորացում, ներառյալ ազգային ժողովի պատգամավորների և աշխատակազմի վերապատրաստումները։ Նոր Հայաստան ժամանակակից խորհրդարան ծրագրի անկյունաքարերից մեկը միշտ եղել է ազգային ժողովի և ազգային ժողովի աշխատակազմի գործունեության թվայնացման գործընթացի աջակցությունը։ Այս առումով արձանագրվել են կարևոր արդյունքներ, որոնք ակներև են խորհրդարանի գործունեության տեսանկյունից։ Հանդիպման ընթացքում նշեց ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար գլխավոր քարտուղար Դավիթ Առաքելյանը։ Ըստ աշխատակազմի ղեկավարի, ծրագրի նոր բաղադրիչներից է նաև ազգային ժողովի պաշտոնական կայքի նոր տարբերակի մշակումը, որն ակնկալվում է գործարկել մոտ ապագայում։ Մեծածավալ տվյալների տեղափոխումն ու պատմական հիշողության ապահովումը կայքի կարևոր առաքելություններից են։ Ցանկանում եմ տեղեկացնել, որ դեռ առաջին ծրագրի փուլում էր նախատեսվում ունենալ նոր կայքը եւ գործարկումը, սակայն ընթացքում մենք վերաիմաստավորեցինք աշխատանքները եւ հասկանալով, որ անհրաժեշտություն է առաջանում ամբողջությամբ տեղափոխելու ներկայիս կայքում առկա տեղեկատվությունը, որը 10,000 էջից ավել տեղեկատվություն է դեպի նոր կայք։ Այս պայմանությամբ կարող ենք արձանագրել, որ տեղափոխվել է տեղեկատվության շուրջ 60%-ը եւ լայնածավալ աշխատանքներ ենք իրականացնում, ուշադրություն դարձնելով իհարկե տեղեկատվության յուրաքանչյուր դետալի վրա։ Հանդիպման ընթացքում քննարկվեցին նաև նախաօրենսդրական գործընթացներում ընդգրկվածության բարձրացմանը, կանանց ու երիտասարդների մասնակցության ընդլայնմանն, ինչպես նաև ազգային ժողովի որպես կանաչ խորհրդարանի կարողությունների զարգացմանը վերաբերող հարցերը։ ՄԱԿ-ի զարգացման ծրագիրը գերազանց և շատ կառուցողական համագործակցություն է ծավալում Հայաստանի ազգային ժողովի հետ։ Մենք շատ ուրախ ենք և հպարտ, քանի որ կարողանում ենք աշխատել ռազմավարական առումով մի քանի կարևոր, մասնավորապես խորհրդարանի բարեփոխումների ռազմավարական ծրագրի, թվայնացման օրակարգի և ընդհանրապես քաղաքականության մշակման ուղղություններով։ 2025-ին ևս շարունակվելու են աշխատանքները, մասնավորապես խորհրդարանի բարեփոխումների ռազմավարության գործողությունների ուղղությամբ։ Մենք շատ ենք կարևորում ինստիտուցիոնալ կարողությունների զարգացումը, քանի որ դա արդի գործիքակազմ է ապահովելու խորհրդարանի գործունեության արդյունավետությունը։ Ես շատ ուրախ եմ, որ Կանադան ունի այս հնարավորությունը եւ այժմ աջակցություն է տրամադրում Նոր Հայաստան ժամանակակից խորհրդարան ծրագրին ու ծրագրի միջոցով նպաստում է ձեր երկրում ժողովրդավարության կայացմանը։ Մեր առաջնահերթությունները ազգային ժողովի հետ համընկնում են։ Այս առումով շատ տպավորված եմ, որ Հայաստանի Հանրապետության ազգային ժողովը իսկապես այս գործընթացում ստանձնում է առաջնորդություն, հանդես է գալիս իր կարիքներով ու իրապես գործընթացի տերն է, ինչը հնարավորություն է տալիս ավելի ուժեղ ու լավ ծրագիր ունենալ։ Նոր Հայաստան ժամանակակից խորհրդարան ծրագրի համակարգող Ռուզաննա Հայրապետյանը ներկայացրեց ծրագրի 2024 թվականի հիմնական ձեռքբերումները, ինչպես նաև 2025 թվականի գործողությունների պլանը։ Նա նշեց, որ 2024 թվականին նախանշվել եւ հաստատվել է ազգային ժողովի ռազմավարության տեսլականը, իսկ 2025 թվականին արդեն արկա է ռազմավարության եւ ճանապարհային քարտեզի նախագիծը, ինչպես նաև իրականացվելիք գործողությունների պլանը։
2024 թվականին ազգային ժողովը դարձավ Նոր Հայաստան ժամանակակից խորհրդարան ծրագրի համաֆինանսավորողներից մեկը, սա կարևորվում է որպես շրջադարձային քայլ, ինչը վկայում է խորհրդարանի անմիջական ներգրավվածության եւ սեփական ֆինանսական պատասխանատվության բարձրացման մասին։ Խոսվեց նաեւ ազգային ժողով երիտասարդների ներգրավման, վերապատրաստումների, արտաքին կապերի խորացման եւ կանաչ խորհրդարանի գաղափարի մասին։ 2025 թվականի սկզբից արդեն մենք սկսեցինք աշխատել փորձագիտական կարողությունների հզորացման ուղղությամբ գենդերային հավասարության փորձագիտական վերլուծության տեսանկյունից մշակվում է այս պահի դրությամբ գործիքը, որը հնարավորություն կտա փորձագիտական վերլուծական վարչությանը իր եզրակացությունները տրամադրելիս նաև ուշադրություն դարձնել գենդերային հավասարության հարցերին, նաև կարևոր է արհեստական բանականության զարգացումը։ Վստահ եմ, որ այս տարվա վերջ ամփոփելով 2025 թվականի աշխատանքները մենք 2026 թվականին կարող ենք արձանագրել լրացուցիչ նոր անկյունաքարային ձեռքբերումներ ծրագրի իրականացման համար։ Ծրագրի շարունակական զարգացումը վկայում է ազգային ժողովի պատրաստակամության մասին կայուն եւ ժամանակակից խորհրդարանական համակարգ ձևավորելու հարցում։ Տարին ամփոփվեց համատեղ ձեռքբերումներով, իսկ 2025-ի գործողությունների պլանն արդեն մշակված է։